Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտության կարգավորումը երկարատև բնույթ կկրի։ Վերջերս հաջողվել է մի քանի ձգձգված հակամարտության հետ կապված լուծումների հասնել։ Մեծ հույս ունեմ, որ երկարաժամկետ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր են ստորագրել։ Գազայում ավարտվել է երկամյա պատերազմը։ Սա միայն սկիզբն է, բայց հույս ունենք, որ սա լավ սկիզբ է, հայտարարել է Բելարուսի առաջնորդը, նշելով, որ մյուս թեժկետերում հույսի նշույլ չկա։ Կարգալույծի որպես քահանայի որևէ գործողություն վավեր չէ, այդ մասին ասված է կանոնագիր քայլություն։ Տեղեկությունը հայտնում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։ Բացի այդ, կանոնագիր քայլություն մի շարք այլ կարգավորումներ է նախատեսվում կարգալույծ արված քահանայի գործողությունների համար։ Օրինակ, ըստ կանոնակարգի կարգալույծ արված քահանան իրավունք չունի գտնվելու դասում, ատյանում, ավանդատներում, առավել ևս բարձրյալ եկեղեցու խորանում, դիպչել եկեղեցու սպասքին, սկիհին, մասնատուփին, Սուրբ հաղորդությանը, Սուրբ ավետարանի, Սուրբ սեղանին, Սուրբ մերոնաամանին եւ այսպես շարունակ։ Հոկտեմբերի 21-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ հռչակվեց Տեր Արամ Քահանասատյանը, Ավազանի անունը Ստեփան Ասատյան։ Հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը եւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայրաթոր Սուրբ Էջմիածնի պարգևների շնորհման եւ կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը։ Ֆեյսբուքյան գրառման համար կալանքի տակ գտնվող Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց կալանքը փոփոխվեց, բացակայելու արգելքով հայտնում է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ Կոչուբաևը քիչ անց ազատ կարձակվի կալանքից եւ շուտով կգտնվի կնոջ կողքին, նշել է փաստաբանը։ Ավելի վաղ Կոչուբաևի փաստաբանը միշտորություններ ներկայացրել գլխավոր դատախազություն նրան անհապաղ ազատ արձակելու կալանքից։ Նա նաեւ բացնամակով դիմել էր Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, խնդրելով վերացնել փաստաբան Կոչուբաևի նկատմամբ ընտրված խափանման միջոցի կալանքը, նամակում հայտնելով, որ երեխայի ծնվելուց հետո Կոչուբաևի կնոջ առողջական վիճակը կտրուկ վատացել է, սակայն չէր հայտնել, թե ինչ անդառնալի հետևանքի մասին է խոսքը։ Այսօր Բաքվում շարունակվել է Արցախի նախկին պետնախարար գործարար բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատավարությունը։ Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի փաստաբանների կոլեգիան Ռուբեն Վարդանյանին նոր պաշտպան է նշանակել Էմիլ Բաբիշովը։ Վարդանյանը չի առարկել։ Նախագահ դատավորը հայտարարել է, որ փաստաբանի համար պայմաններ կստեղծվեն եւ լրատվության ժամանակը տրամադրվի, որպեսզի կարողանա ինչպես մեկուսարանում հանդիպել Ռուբեն Վարդանյանին, այնպես էլ ծանոթանալ քրեական գործի նյութերին։ Դատավարությունը հետաձգվել է, որպեսզի փաստաբանը ծանոթանա գործին եւ հանդիպի մեղադրյալի հետ։ Նիստը կշարունակվի նոյեմբերի 4-ին։